Ողջույն հարգելի հայրենակիցներ, անդրադառնամ վերջին իրադարձություններին։ Առաջին, քիչ առաջ ԿԸՀ-ն նաև անվավեր ճանաչեց երրորդ ընտրատեղամասի 12/13-ի արդյունքները։ Տեղեկացնեմ, որ Ուժեղ Հայաստան դաշինքը ի հեճուկս մանիպուլյացիաների բացառապես այս տեղամասի արդյունքները անվավեր ճանաչելու դիմում էր ներկայացրել, որտեղ ամբողջ օրվա ընթացքում ԱԺԲ-ի 8-րդ համարի քվեաթերթիկները սեղանին դրված չեն եղել։ Երկրորդ մանիպուլյացիա։ Ուժեղ Հայաստան դաշինքը արձանագրումներ արել է խախտումների ու ոչ միայն 25-63 ընտրատեղամասում, այլ նաև այլ ընտրատեղամասերում, որտեղ ժամը 8-ից հետո զինվորներ են մտել, եթե մարդը մտնում է ժամը մինչև 8-ը, նա իրավունք ունի իրացնելու իր ընտրական իրավունքը, բայց երբ տեղամասային կենտրոնի դռնից ելումուտ է լինում, դա նշանակում է նոր մտնել տեղամասային կենտրոն, հետևաբար ընտրելու իրավունքը պետք է իրացնի միայն այն ընտրողների, ովքեր մինչև ժամը 8-ը մտել են տեղամասային կենտրոնի սենյակը, որը տեսաբերահսկվում է եւ այնտեղից դուրս չեն եկել, իսկ մի շարք դեպքերում այս կարգը խախտված էր։ Եվ վերջապես երրորդ ամփոփիչ խոսքս, հնարավոր է ընտրության արդյունքները որոշ տեղամասային կենտրոնում անվավեր ճանաչվեն, ուզում եմ կրկին ընդգծեմ, որ բոլոր 3 դեպքերում էլ այս արդյունքների անվավերության հիմքը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սեփական նախաձեռնությունն է եղել, եւ շատ հաճախ ԿԸՀ-ն պարտավորվածություն չունի վերաքվեարկություն նշանակելու, բացառությամբ այն դեպքի, երբ որ այս արդյունքների անվավերությունը ընդհանուր ազգային ժողովի համապետական արդյունքների վրա ազդեցություն է էական թողնում, իսկ այս դեպքում եթե հանկարծ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շեմը չհաղթահարի այս անվավերությունների հիմքով, ԿԸՀ-ն պարտավորվում է ըստ էության, ըստ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի ապահովել այս տեղամասերում վերաքվեարկություն։